Շնորհակալ եմ, որ այստեղ եք, հարգելի բարեկամներ, Արդար Հայաստան կուսակցության պատվարժան հիմնադիրներ, հարգարժան գործընկերներ, սիրելի հյուրեր եւ լրագրողներ։ Մեծագույն պատիվ ու պատասխանատվություն է հանդես գալ պատվաբեր այս լսարանի առջև, ազդարարելով Արդար Հայաստան կուսակցության հիմնադրման, նրա ստեղծման շարժառիթների, հետապնդող նպատակների եւ առաջիկա անելիքների մասին։ Խորապես իմաստավորված եւ խորհրդանշական է, որ մեր հիմնադիր համագումարը հրավիրվել է հենց այսօր, հայ ժողովրդի պատմության ամենափառահեղ օրերից մեկը համարվող փետրվարի 20-ին։ 1988 թվականի նույն օրը Երևանում հրավիրվել ու անցկացվել է բազմահազարանոց ցույց, որով եւ սկիզբ դրվեց Արցախյան արժանապատիվ ու հաղթական շարժմանը, որով մեր ժողովուրդը դրսևորեց ազգային բացառիկ միասնության, համերաշխության, ազգային իղձերն իրագործելու, վճռականության, նպատակին հասնելու հաստատակամության փառահեղ օրինակ։ Այսօր 33 տարի անց մենք կրկին կանգնած ենք ազգային միասնության ու ներքին հանդուրժողականության դրսևորելու, մեր ժողովրդի ու պետության առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերները չեզոքացնելու բարդագույն խնդիրների առաջ։ Հարգելի բարեկամներ, միասին այսօր հիմնադրում ենք Արդար Հայաստան կուսակցությունը, փորձելով նոր շունչ հաղորդել քաղաքական համակարգին, հավակնելով ժամանակի ընթացքում առանցքային ազդեցություն ձեռք բերել քաղաքական որոշումների կայացման վրա եւ փորձելով ներազդել քաղաքական օրակարգի ձևավորմանը, իսկ վերջնահաշվում հասարակության վերջնական վստահության արդյունքում ստանձնել Հայաստանի հաջորդ իշխանությունը։ Պետք է խոստովանել, որ արդի Հայաստանում կուսակցությունները տարբեր պատճառներով չեն վայելում մեծ ժողովրդականություն ու հեղինակություն։ Կուսակցություն հասկացությունն ու ընկալումը վերջին տարիներին ամբողջությամբ հեղինակազրկվել է, բայց պետք է գիտակցել, եւ ես ակնկալում եւ խնդրում եմ, որ մեր հանրություն ըմբռնումով մոտենա մեր որոշմանը, քանզի օրինական միջոցներով ընտրություններին մասնակցելու, քաղաքական որոշումների ընդունման վրա ազդեցություն ձեռք բերելու եւ իշխանություն ձևավորելու օրինական այլ միջոց պարզապես գոյություն չունի։ Հնարավոր չէ պատկերացնել խորհրդարանական հանրապետություն, եթե կուսակցությունները չունեն անհրաժեշտ դերակատարություն եւ ազդեցություն եւ չեն հանդիսանում խորհրդարանական կառավարման համակարգի զարգացման լոկոմոտիվը։ Հարգելի բարեկամներ, որպեսզի փարատենք հանրության լայն շրջանակների հետաքրքրությունը, թե ինչով ենք տարբերվելու գործող քաղաքական ուժերից եւ որն է լինելու մեր առանձնահատկությունը, ի սկզբանե նշեմ, որ ելույթիս ավարտին անպայման կխոսեմ այդ առանձնահատկության մասին։ Այս իրավիճակում, սակայն, տրամաբանական չէր լինի, եթե ելույթիս մեկնարկը չվերաբերվեր Արցախյան աղետին։ Պատերազմին հաջորդող ժամանակահատվածում հանրության ներսում շրջանառվում է մի տեսակետ, որ հայկական բանակը չի պարտվել։ Ես կավելացնեի, որ այս պատերազմում անգամ մեր հասարակությունը չի պարտվել, որովհետև հիշեք առաջին օրերի ոգևորությունը, այն ներքին միասնականությունը, ներդաշնակությունը, միմյանց օգնելու վճռականությունը եւ իսկապես հաղթելու կամքը չէր գուժում որևէ պարտության մասին։ Ազնիվ լինելու համար ընդգծեմ, որ 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ էլ մեր ժողովուրդը դրսևորեց բացառիկ ազգային միասնություն։ Քավլիցի որևէ մեկին, այդ թվում եւ մեր հասարակությանն ու բանակին սիրաշահելու նպատակ չունեմ, եւ սա անգամ ինքնախաբեություն էլ չէ, սակայն սա չի նշանակում, որ այս պատերազմում Հայաստանում որևէ մեկը չի պարտվել։ Իմ խորին համոզմամբ, այն ինչ կատարվեց 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, անկախության Հայաստանի քաղաքական մտքի պարտությունն էր, քաղաքական վերնախավի պարտությունը։ Սիրելի բարեկամներ, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հայտարարությունը ակնհայտ պարտվողական փաստաթուղթ էր Հայաստանի եւ հայ ժողովրդի համար։ Այն ամբողջապես չի լուծում հայ-ադրբեջանական հակամարտությունը, ավելին, այսպիսի անարդար արդյունքն արմատապես հեռու է հակամարտության էությունից եւ հղի հետագայում նոր պատերազմի բռնկմամբ։ Այն հետևանք է Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման 27-ամյա գործունեության ձախողման,
անհրաժեշտ պաշտպանական ու անվտանգային միջավայրի չձևավորման, զինված ուժերի անհրաժեշտ վերազինման բացակայության եւ ռազմաքաղաքական ոչ համարժեք հետևությունների։ Անկախության Հայաստանի բոլոր ժամանակների քաղաքական վերնախավերին չհաջողվեց հասնել Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման այնպիսի լուծման, որը կբխեր Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից։ Հայաստանի քաղաքական ընտրանին չկարողացավ ճիշտ կողմնորոշվել տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացների հորձանուտում։ Մեկը մյուսի հետևից թույլ տրվեցին կոպտագույն սխալներ, որոնք էականորեն բացասական ազդեցություն ունեցան Հայաստանի եւ հայ ժողովրդի համար։ Խոստովանենք, չկարողացանք իրատեսորեն գնահատել ինչպես մեր, այնպես էլ մեր թշնամիների հնարավորությունները, ինչ որտեղ գերագնահատեցինք մեր համազգային պոտենցիալը։ Սիրելի բարեկամներ, պետք է դառնորեն խոստովանել, որ հայտնվել ենք քաղաքակրթական, սահմանադրական, քաղաքական, ինչու չէ նաև հոգեբանական ու մարդկային հարաբերությունների ճգնաժամում։ Թեկուզեք սա նաև գոյաբանական ճգնաժամ է, քանի որ եթե մի ժողովուրդ ուղիղ 100 տարվա ընթացքում իր համար ճակատագրական հարցերում թույլ է տալիս նույն սխալները, խոսում է այն մասին, որ մենք ճիշտ չենք պլանավորում մեր կյանքը, ճիշտ չենք սահմանում մեր ազգային առաջնահերթություններն ու ռազմավարական խնդիրները, ճիշտ չենք կողմնորոշվում մեր ընդհանուր նպատակների մեջ, ճիշտ չենք կողմնորոշվում աշխարհաքաղաքական զարգացումներում, ճիշտ չենք կառուցում մեր հարաբերությունները ռազմավարական դաշնակից եւ այդությունների հետ, որի հետևանքն այսօրվա իրականությունն է։ Միայն խելագարը կարող էր պատկերացնել, որ 2020 թվականին կկրկնվի 1920 թվականի ողբերգությունը, երբ մեր ոչ հաշվենկատ գործունեության արդյունքում ոչ միայն հնարավոր չեղավ հասնել միացյալ ու ամբողջական Հայաստանի ազատագրմանը, այլև կորցրեցինք առաջին հանրապետության դե ֆակտո եւ դե յուրե տարածքի ուղիղ կեսը, Կարսի նահանգը, Սուրմալուի գավառը եւ Նախիջևանը, իսկ վերջում հայոց անկախ պետականությունը։ Այսօրվա տարածքային կորուստների մասին գիտեք ինձանից լավ։ Դուք մտորեք վերնասվածի մասին, իսես վերադառնամ մեր օրեր եւ ձեր թույլտվությամբ ընդգծենք, որ դժբախտաբար անկախության Հայաստանի քաղաքական օրակարգն ամբողջությամբ պարտություն է կրել եւ մեզ նոր օրակարգ է անհրաժեշտ։ Հայրս վերջերս իմ ուշադրությունը հրավիրեց այն մտքի վրա, թե այնուամենայնիվ ինչու է մեր ժողովուրդը հեռանում իր հայրենիքից եւ ինչ է պետք անել այս խնդիրը լուծելու համար։ Իսկապես ինձ միշտ տանջել է այն հարցը, թե մեր հայրենիքն ինչու չի դառնում հայահավաք հայրենիք, հայակենտրոն հայրենիք, ինչու են մարդիկ հեռանում Հայաստանից։ Արդյոք միայն անարդյունավետ կառավարման կամ վատ կառավարիչների պատճառով են մարդիկ հուսալքվում։ Արդյոք չկան օբյեկտիվ պատճառներ, եւ եթե կան, արդյոք հնարավոր չէ լուծել դրանք։ Արդյոք, հարգելի բարեկամներ, այստեղ չէ թաքնված մեր ամենամեծ պարտությունը, երբ հեռանում ենք մեր տանից։ Քիչ առաջ խոսում ենք Արցախի աղետից։ Ում համար պարզ չէ, որ Արցախը հնարավոր է պահել հավերժ հայկական միայն ու միայն այնտեղ ապրելով։ Ում համար պարզ չէ, որ հողը պահում են այդ հողի վրա ապրող մարդիկ։ Եթե չեմ սխալվում, Արցախի 4 նախագահներից 2-ը բնակվում են Երևանում։ Արցախի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ պաշտոնակությունից հետո տեղափոխվել ու բնակություն են հաստատել Երևանում եւ Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Եկեք խոստովանենք, որ այստեղից է սկսվել մեր պարտությունը։ Մենք այստեղ ենք պարտվել, այստեղ ենք մենք աստիճանաբար կորցրել Արցախի հայությանը, այստեղ ենք երկարացրել ադրբեջանցիների լեզուն, այստեղ ենք Ալիևին դարձրել այս աստիճան սանձարձակ։ Հիմա, հարգելի բարեկամներ, ճիշտ ժամանակն է Արցախ վերադառնալու։ Այստեղ քաղաքական ռեստավրացիա լինելու փոխարեն վերադարձեք Արցախ ձեր երեխաներով ու ձեր թոռներով։ Փորձեք նոր շունչ հաղորդել Արցախին, իրականացրեք ներդրումներ ու շենացրեք Արցախը։ Հույս տվեք Արցախում ապրող մեր հայրենակիցներին, հասկացեք ձեր ներսի ու դրսի բոլոր մեծ ու փոքր ընկերներին, դաշնակիցներին, թշնամիներին, Ադրբեջանին հատկապես հասկացրեք, որ Արցախը չի ընկել, որ դուք Արցախի տերն եք, հայրենատեր եք, որ Արցախը հավերժ հայկական է։ Արեք այդ քայլը։ Նոր շունչ ու ոգի հաղորդեք Արցախին ու նոր կյանք հաղորդեք Արցախին։ Կանեք։ Հարգելի բարեկամներ,
Հայաստանում ստեղծված իրավիճակը ստիպում է հիմնովին վերափոխել մեր հանրային օրակարգն ու կյանքի որակը։ Մենք պարտավոր ենք միասին գտնել այն հարցի պատասխանը, թե այնուամենայնիվ առաջիկա տասնամյակներում Հայաստանն առաջնորդվելու է խաղաղության, թե պատերազմի հայեցակարգով, ինչպիսին պետք է լինի մեր պաշտպանական ու անվտանգային համակարգը, ինչպես նաև պետության կառավարման կառուցվածքը։ Թող վերամբարձ չհնչի, բայց պարտավոր ենք պատմական այս շրջափուլում ձևակերպել, թե այնուամենայնիվ որն է հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության ընդհանուր նպատակը եւ դրան հասնելու ուղիները։ Մեզ յուրովի ազգային ուխտ է անհրաժեշտ, ազգային իրատեսական եւ բացառապես սեփական հնարավորությունների վրա հիմնված նպատակ։ Ինքս Հայաստանը պատկերացնում եմ խաղաղ, բարեկեցիկ, զարգացած տնտեսությամբ, հզոր ու մարտունակ բանակով, պաշտպանական հուսալի համակարգով արդար պետություն։ Խնդրում եմ վստահ լինեք, աշխարհի բազմաթիվ պետություններ պատերազմներում կրած դաժան պարտություններից հետո ոտքի են կանգնել, չեն ընկրկել, հավատացել են իրենց ուժին, իրենց առջև դրված նպատակների իրագործմանը եւ հասել զարգացման խելահեղ արդյունքների։ Այս հարցում մենք պետք է հետևենք նրանց օրինակին, չպարփակվենք մեր ցավի ու ողբերգության մեջ։ Մենք բացառիկ շանս ունենք խմբագրել մեր ռազմավարական նպատակներն ու ստեղծել դրանց հասնելու հնարավոր միջոցները, սակայն դարձյալ հետևություններ չենք անում։ Այսօր Հայաստանի քաղաքական դաշտ արհեստականորեն պարփակվել է սևի ու սպիտակի, նախկին ու ներկայի շրջանակում, խաթարելով հանրային կյանքի բնականոն զարգացումը։ Ես այսօր հարկադրված եմ լինելու այս ելույթում առանձին անդրադառնալ այսպես կոչված թե սևերին, թե սպիտակներին, ցույց տալու համար, թե նրանց գործունեության արդյունքում ինչ անգույն ու տհաճ դրության մեջ ենք հայտնվել բոլորս։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ հրապարակում գտնվող քաղաքական ուժերից շատերը հաջողության հասնելու որևէ շանս չունեն։ Դրանց կողմից գեներացվող օրակարգը չի ստանում անհրաժեշտ աջակցություն հանրության կողմից։ Ցավով պետք է արձանագրել, որ 1988 թվականից հետո Հայաստանում քաղաքական վերնախավը փաստորեն չի փոխվում։ Նախկին առաջնորդների սինդրոմը հետապնդում է մեզ, նույն դեմքերն են, նույն խոսքերը, նույն մտահոգությունները, նույն տագնապալից կանխատեսումները։ Անուրանալի ձեռքբերումների հետ մեկտեղ քաղաքական այդ ընտրախավը կորցրեց բարեկեցիկ պետություն կառուցելու մեզ տրված հնարավորությունը, սերունդների ուսերին թողնելով ահռելի բեռ։ Այդ մարդկանցից շատերը, ովքեր այսօր հավակնում են իշխանության, չեն ցանկանում համակերպվել այն մտքի հետ, որ իրենց գոյությունը քաղաքական դաշտում արգելակում է նոր քաղաքական ընտրախավի կայացմանը ու Հայաստանի բնականոն զարգացմանը։ Այսպիսի էգոիստ քաղաքական ընտրախավ հնարավոր չէ պատկերացնել, մինչև վերջին շուրջը փորձում են մնալ ջրի երեսին։ Սա, հարգելի բարեկամներ, անազնիվ վարքագիծ է այսօրվա ու վաղվա սերնդի նկատմամբ։ Ընդամենը 3 տարի առաջ իշխանությունից հեռացված քաղաքական ուժերը, նրանց արբանյակներն ու երբեմնի դաշնակիցները, ինչպես նաև առանձին անհատներ, այսօր բացահայտ հավակնություն են դրսևորում դառնալ գործող իշխանության քաղաքական այլընտրանքը։ Երկիրը կրախի առաջ կանգնեցած քաղաքական ուժերը, թեկուզ բարոյական տեսանկյունից, չպետք է ունենային այդպիսի հավակնություն, ավելին գոնե առաջիկա տարիներին պետք է լռեին, համարելով, որ այն ապաշխարելու ամենապատվաբեր տարբերակն է։ Ժամանակը եւ հանգամանքները կստեղծեն ու ստեղծում են այս իշխանության իրական այլընտրանքը։ Ոչ մի իշխանություն չի կարող հավերժ լինել, բայց թույլ տալ, որ գործող իշխանությանը հաջորդի նախկին քաղաքական ռեժիմներից որևէ մեկը պարզապես անթույլատրելի է։ Հայաստանում քաղաքական խաղի կանոնները պետք է թելադրեն եւ համապատասխան քաղաքական օրակարգ ձևավորեն այն մարդիկ եւ այն ուժերը, որոնք որևէ աղերս չեն ունեցել եւ չունեն նախկին հեռացված քաղաքական վարչակարգերի հետ։ Հարգելի բարեկամներ, առանց գույները խտացնելու հարկ եմ համարում ընդգծել, որ նախկին քաղաքական ռեժիմների վերադարձը գոյաբանական սպառնալիք է մեր հասարակության համար, որ այդ մարդիկ ունեցել են բոլոր նպաստավոր պայմանները հաղթողի դիրքերից Արցախի խնդրում հանդես գալու եւ հանդես չեն եկել, բարեկեցիկ Հայաստան կառուցելու եւ չեն կառուցել։ Անկամ եթե հիպոթետիկ պատկերացնենք նրանց հաջողության հասնելու հեռանկարը, ապա հարց է առաջանում, թե առաջին
իրենց իշխանության գալու պարագայում արդյոք չեղյալ են հայտարարում Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարությունը, եթե այո, ապա վերսկսում են արդյոք պատերազմական գործողությունները, վերադարձնում են մինչև պատերազմը եղած ստատուս քվոն, թե ոչ, եթե ոչ, ինչ միջոցների գործադրման արդյունքում են համոզում կամ հարկադրում Ռուսաստանին, Թուրքիային եւ Ադրբեջանին վերանայել կնքված հայտարարությունը։ Պատերազմ սկսելու դեպքում ապահովում են համապատասխան միջոցներ ու զինտեխնիկա, եթե այո, ապա որտեղից եւ ում միջոցներով։ Իշխանության գալու պարագայում ճանաչում են արդյոք Արցախի անկախությունը, միավորում են Արցախը Հայաստանին, Արցախի հետ կնքում են ռազմաքաղաքական դաշինք, թե ոչ։ Եթե այո, ապա հարց է առաջանում. վերջին 20 տարիների ընթացքում ով էր խանգարում իրենց լուծել նշված խնդիրները, իսկ եթե ոչ, ապա գալիս են, որ ինչ անեն։ Իսկ եթե այս հարցերի պատասխանները չունեն, կարող ենք արձանագրել, որ նրանցից շատերի նպատակն ընդամենը աթոռակռիվ է։ Վերջերս, հարգելի բարեկամներ, հասկանալի պատճառներով ակտիվություն են ցուցաբերում Հայաստանի պաշտոնաթող նախագահները ու տարբեր բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ, գեներալներ, քաղաքական գործիչներ։ Եթե ծանոթ չլինեինք այդ մարդկանց անցած ճանապարհին, քաղաքական կենսագրություններին, իրենց ղեկավարման սկզբունքներին ու վարած քաղաքականությանը, տպավորություն կստեղծվեր, որ գործ ունենք սրբերի հետ, ազնիվ ու սեփական քրտիկով վաստակած մարդկանց հետ։ Այնպիսի տպավորություն է, որ գործ ունենք հայ ժողովրդից վիրավորված մարդկանց հետ։ Այնպիսի տպավորություն է, որ հայ ժողովուրդը չի գնահատել այս մարդկանց անմնացող նվիրվածությունը, որ մենք ազգովի երախտամոռ ենք։ Իրենք լավ են աշխատել, ազնիվ են եղել, բայց մենք մերժել ենք, իրենք հեռացրել ենք, երբեք չենք ընտրել, չենք վստահել եւ հիմա էլ չենք վստահում։ Շատ լավ։ Այդ դեպքում, որ բոլորդ սուրբ եք, բայց եկեղեցու խաչնով գողացավ։ Այդ ինչպես ստացվեց, որ Հայաստանի ու նրա ժողովրդի կարողությունը ձեր ղեկավարման ժամանակահատվածներում հայտնվեց սահմանափակ մարդկանց ձեռքում։ Այդ ինչպես ստացվեց, որ տարբեր մարդիկ շատ կարճ ժամանակահատվածներում կուտակեցին միլիոնավոր դոլարներ ու մնացին անպատիժ եւ այսպես շարունակ։ Պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասով ինձ համար իսկապես ցավալի է, որ պետության ղեկավարի կարողություններն ու բնութագրող հատկանիշները պայմանավորվում են այն իրողությամբ, թե նրա նախագահության օրոք որքան ճանապարհ է ասֆալտապատվել կամ կաթի գինը որքան է էժանացել։ Սա պատմություն է, բայց նախագահ Քոչարյանի կառավարման օրոք կատարելագործվել է ընտրական կեղծարարությունը, պղծվել ընտրական համակարգը, ձևավորվել ռազմական օլիգարխիա, խաթարվել ժողովրդի իշխանություն ձևավորելու սահմանադրական գաղափարաբանությունը, ահաբեկչության զոհ են դարձել տասնյակից ավել պետական ու քաղաքական գործիչներ, վերջապես կրակ է բացվել ժողովրդի վրա։ Գուցե ժամանակներն էին այդպես, ես չգիտեմ, բայց այսօր ժողովրդի առաջ հանդես գալ լուսապսակով մեղմ ասած ազնիվ չէ։ Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի մասով անկեղծ ասած, Սերժ Սարգսյանի ծավալուն հարցազրույցը որոշակի հետաքրքրություն է առաջացրել։ Նախագահ Սարգսյանը խոսում է Նիկոլ Փաշինյանի ստերից, անիրական խոստումներից ու պոպուլիզմից։ Մենք դեռ ժամանակ կունենանք խոսելու գործող պետի վարքագծից, բայց ինձ զարմացնում է պաշտոնաթող նախագահի այսպիսի համառությունը։ Պարոն նախագահ, դուք եւս փայլել եք խոստացած ու չիրականացած խոստումներով։ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների մեկնարկին դուք ինքներդ խոստացաք, որ չեք առաջադրվելու վարչապետի պաշտոնում եւ դրժեցիք ձեր խոստումը։ Հույս ունեմ, որ մի օր ազնվորեն կխոստովանեք, որ հենց ձեր իսկ կողմից նախաձեռնված սահմանադրական փոփոխություններն ու ձեր դրժած խոստումն էլ դարձավ այսօրվա գորշ իրականության ամենահիմնական պատճառներից մեկը։ Դուք խոստացաք լինել Ստեփանակերտի օդանավակայան մեկնող օդանավի առաջին ուղևորը եւ դրժեցիք ձեր խոստումը։ Դուք խոստացաք կառուցել նոր ատոմակայան եւ դրժեցիք ձեր խոստումը։ Դուք խոստացաք կառուցել Հայաստան-Իրան երկաթգիծը եւ դրժեցիք ձեր խոստումը։ Եվ բազմաթիվ այլ խոստումներ, որոնք չիրականացրեցիք։ Պարոն նախագահ, շռայլորեն տրված խոստումները չկատարելու հարցում ինչ որ շատ չեն ձեր ու գործող վարչապետի նմանությունները։ Դուք փայլուն հնարավորություն ունեիք հաղթողի դիրքերից լուծել Արցախի հարցը, բայց վախեցաք ու չլուծեցիք։ Իսկ մեր ժողովրդին ժառանգեցիք պատերազմ, ցավ, հիասթափություն, ողբերգություն, հուսահատություն, ապագայի նկատմամբ անորոշություն ու տագնապ։ Հարգելի բարեկամներ,
Հայաստանը պետք է մաքրել բոլոր տեսակի քաղաքական կոռուպցիոնիստներից, մեր երկիրն ապականացներից, տարիներ շարունակ հայ ժողովրդին սին ու անիրատեսական խոստումներով սնած քաղաքական բախտախնդիրներից։ Եվ մենք այլընտրանք չունենք, մաքրելու ենք։ Ավելին, եթե որևէ մեկը փորձ կանի բռնանալ ժողովրդի կամքի վրա եւ փորձ կանի զավթել իշխանություն ապօրինի միջոցներով, Հայաստանում կսկսվի իրական փոփոխությունների մեկնարկը։ Ամբողջությամբ վերականգնելով օրինականությունն ու կյանքի կոչելով պատժի անխուսափելիության սկզբունքը եւ որևէ մեկը թող չկասկածի դրանում։ Հարգելի բարեկամներ, արդար չէր լինի, եթե մենք խոսեինք միայն սևերից, անտեսելով սպիտակներին։ Դժբախտաբար պետք է խոստովանել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսօր դարձել է խոցելի թե ներսում, թե դրսում։ Որպես մարդ անկեղծորեն եմ ասում, երբեք չեմ ցանկացել այս իշխանության ձախողումն ու տապալումը, Նիկոլի անձնական ձախողումն ու տապալումը։ Ավելին, իմ հրապարակային գործունեությամբ շատ դեպքերում փորձել եմ հուշել, ցույց տալ բաց տեղերը, գոյություն ունեցող խնդիրները, երբեմն լուծման ուղիները, որի համար շատ անգամ նաև քարկոծվել եմ։ Մեծամտությունն է, իշխանության որոշ ներկայացուցիչների անբարտ տավան պահվածքը, չափազանցված ինքնահավանությունը, որևէ մեկին ականջալուր չլինելու իրողությունն էլ դարձավ այս իշխանության տապալման պատճառներից մեկը։ Ներողություն, մի փոքր ջուր խմեմ։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, ես չեմ ցանկացել Հայաստանի որևէ իշխանության ձախողումը։ Միայն մոլագարը կարող է ցանկանալ իր երկրի իշխանության ձախողումը։ Միայն դավաճանը կարող է ցանկանալ, որ իր իշխանությունը երկրի ձախողվի, բայց մեր երկրում ցավոք սրտի կան քաղաքական ուժերի մի հատված եւ հիմա էլ կա, որոնց համար որքան վատ, այնքան լավ սկզբունք է կիրառելի անգամ հայրենիքի համար ճակատագրական պահերին։ Թե Արցախյան առաջին պատերազմի ընթացքում, թե 2016 թվականի ապրիլյան քարոզիայի եւ թե այս պատերազմի ժամանակ ցավոք սրտի եղել են ուժեր ու անհատներ, որոնք երազել են, որ Հայաստանը պարտվի, որ օրվա իշխանությունը տապալվի, որպեսզի իրենք գան իշխանության։ Այդ ուժերը թքած ունեն պետության ու հայրենիքի վրա, իրենց միայն իրենց իշխանությունն է հետաքրքրում։ Սա անբարոյականություն է։ Ոչ մի իշխանություն հավերժ չի եղել եւ չի էլ լինի, բայց հանուն իշխանության չի կարելի կորցնել հայրենիքը։ Վերադառնալով Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, հարկ է արձանագրել, որ 2018 թվականին շռնդալից հաջողությամբ իշխանության հասած քաղաքական ուժն այդպես էլ չկարողացավ ջարդել կոռուպցիայի ողնաշարը։ Խորքային առումով թեկուզ մեկ ոլորտում չիրականացվեց համակարգային որևէ փոփոխություն, որի արդյունքները տեսանելի կլինեին հասարակության եւ պիտանի պետության համար։ Ակնհայտ է, որ չփոխվեց պետության որակն ու չբարձրացավ պետական կառավարման համակարգի արդյունավետությունը։ Մենք ըստ էության դոփում ենք նույն տեղում, կորցրեցինք 3 տարի։ Ուստի ցանկացած համակարգային փոփոխություն պետք է սկսել 2018 թվականից։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հանդուրժեց այդ համակարգի գոյությունը, իսկ այսօր նրանք սպառնում են ջարդել նրա գլուխը։ Պատերազմից հետո Հայաստանի վարչապետն իր գրառումներից մեկում ըստ էության բացեց ամենակարևոր փակագիծը այս պատերազմի ընթացքում։ Եթե շատ հակիրճ բնութագրենք Նիկոլ Փաշինյանի ասածը, կստացվի հետևյալը, որպեսզի հայ ժողովուրդն ինձ դավաճան չանվաներ, ես չկանխեցի պատերազմը։ Եթե, ինչպես դուք եք ասում, պարոն վարչապետ, 2018 թվականի դրությամբ Ղարաբաղի հարցը փակուղում էր, որից միայն մեկ ելք կար տարածքների անվերապահ հանձնում, ապա ավելի տրամաբանական չէր լինի այդ տարածքների վերադարձը հաղթողի դիրքերից, ձգտելով Արցախն ամբողջությամբ պահել Հայաստանի հսկողության տակ ու ամենակարևորը պահպանել այն որպես հավերժ հայկական։ Եթե դուք չեք կանխել պատերազմը, ուրեմն հույս եք ունեցել, որ կհաղթեք պատերազմում, բայց արդյոք այս մտայնությունը չի հերքում ձեր հիմնական պնդումը, որ մեր դեմ պատերազմում էր ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան, որի մասին դուք իմացել եք պատերազմից 3 ամիս առաջ գլխավոր շտաբի պետի կողմից ձեզ ներկայացված զեկուցագրով։ Այսինքն, դուք չեք կանխել պատերազմը հույս ունենալով, որ կհաղթեք Թուրքիային, իսկ եթե այսպիսի հույս չեք ունեցել, կարող ենք ենթադրել, որ ի սկզբանե պարզ է եղել, որ ներքաշվում ենք տանուլ տրված պատերազմի մեջ։
Այո, համաձայն եմ։ Շատերը ձեզ դավաճան կանվանեին, եթե դուք գնայիք հարցի խաղաղ կարգավորման ճանապարհով։ Բայց այստեղ էլ դուք հակասության մեջ եք մտնում ձեր ամբողջ քաղաքական կենսագրության հետ, հավակնելով ամբողջությամբ ջնջել այն։ Ձեր քաղաքական կենսագրությունն ամբողջությամբ կառուցված է ձերիս կողմից հռչակված այս բանաձևով։ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես։ Նիկոլ, պարոն վարչապետ, դուք լինեիք այդ մեկ մարդը, թող ձեզ բոլորը դավաճան անվանեին, բայց Հայաստանի ապագան վտանգված չլիներ։ 2018 թվականի մայիսին, երբ ընտրվեցիք վարչապետ, դուք պարտավոր էիք հանրությանն ասել ճշմարտությունը, որ տարիներ շարունակ հայ ժողովրդին խաբել են, որ մենք չենք կարող հաղթել Թուրքիային, որ մենք պատրաստ ենք արժանապատիվ խաղաղության, որ մեզանից այդ հողերը պահանջում է ոչ թե Ալիևը, այլ ԵՀԿ խումբը, որ մենք չենք կարող հաղթելու մեր կամքը պարտադրել նրանց։ Դուք պարտավոր էիք վերցնել այդ պատասխանատվությունը, ժողովուրդը ձեզ տվել էր այդ մանդատը, եւ դուք կարող էիք ժողովրդին պատրաստել հարցի արժանապատիվ լուծմանը։ Դուք կարող էիք դառնալ Հայաստանի, խաղաղ Հայաստանի առաջնորդը, բայց գերադասեցիք լինել գերագույն հրամանատար պատերազմի ժամանակ ու տանուլ տվեցիք։ Պարզվեց, որ այդ մեկ մարդը դուք չեք։ Հարգելի բարեկամներ, գործող իշխանությունը սիրում է խոսել փաստերից եւ ոչ վաղ անցյալում վարչապետի մակարդակով պարբերաբար հանրությանն է ներկայացվում 100 փաստերի տեսքով ինչ որ կատարված քայլեր։ Գիտեք, կարելի է բերել նույնքան փաստեր, որոնք խոստացվել եւ իրականություն չեն դարձել։ Ավելին, մինչև իշխանության գալը նույն հարցի վերաբերյալ ունեցել են տրամագծորեն հակառակ դիրքորոշում, իսկ իշխանության գալուց հետո փոխել են այն արմատապես։ Այնուամենայնիվ, մի քանի փաստերի մասին արժե արձանագրել, ցույց տալու համար, որ իշխանության թույլ տրված ռազմավարական սխալները։ Առաջին, 2018 թվականի դեկտեմբերի 3 Արարատ քաղաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում է, որ առաջիկա 5 տարիների ընթացքում հավելյալ 2.5 միլիարդ ԱՄՆ դոլար է ծախսվելու ՀՀ զինված ուժերի համար։ Եվ այդ գումարը, խնդրում եմ ուշադրություն, պետք է վճարեին հանրությանը հայտնի կոռուպցիոներները։ Սիրելի բարեկամներ, եթե այդ գումարներից թեկուզ 10%-ն էլ վերադարձված լիներ եւ իրապես ուղղված լիներ բանակի վերազինմանը, գուցե այսօր այս ողբերգական արդյունքի ականատեսը չլինեինք։ Երկրորդ, սերմացու գողացող մկտերի պես բանակը թալանած գեներալներից հարկ եմ համարում ընդգծել, որ այս միտքը վարչապետինն է, որևէ մեկն այդպես էլ մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել։ Երրորդ, պետական կառավարման համակարգը գտնվում է ճգնաժամի մեջ եւ նրա արդյունավետությունն անբավարար է։ Չորրորդ, դատաիրավական համակարգի բարեփոխումները տապալված են։ Հասարակությունն ինչպես առաջ, այնպես էլ այսօր չի հավատում ու վստահում արդարադատությանը։ Ամբողջությամբ տապալվել է կոռուպցիայի դեմ պայքարը, քանի որ գեթ մեկ կոռուպցիոներ այս 3 տարիների ընթացքում այդպես էլ չենթարկվեց պատասխանատվության։ Տապալվել է կորոնավիրուսի դեմ պայքարը, որի հետևանքով վտանգված է կրթության գործընթացը դրա ողբերգական հետևանքներով հանդերձ։ Վերջապես, այս իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ Facebook-ով պետություն կառավարել չի կարելի եւ պետք է դուրս գալ Facebook-ից, թևերը քշտել ու փորձել բարձրացնել պետական մարմինների գործունեության արդյունավետությունը։ Իսկ Արցախի աղետի մասին արդեն կարիք չկա ընդգծելու։ Առհասարակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ունի մի վառ ու նախանձելի բնավորության գիծ։ Ինքը խոստովանում է, որ պատասխանատու է այսօրվա Հայաստանի համար, բայց մեղավորն ինքը չէ։ Ենթադրում եմ, որ իրենից բացի մեղավոր են բոլորս։ Ես, դուք, ձեզանից յուրաքանչյուրն են մեղավոր, որը ըստ էության փլուզվել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը, պաշտպանական համակարգը, խախտվել ու խաթարվել է Հայաստանի հետ ռազմավարական հարթության մակարդակում եւ նշանակություն ունեցող Ռուսաստանի, Եվրոմիության, Չինաստանի, Ամերիկայի եւ Իրանի հետ հարաբերությունները։ Պարոն վարչապետ, սա այն Հայաստանն է, որտեղ երկրի ունեցվածքը թալանած ու յուրացրած պարազիտները ոչ միայն չեն ենթարկվել պատասխանատվության, այլև դարձել են ճակերտավոր քաղաքական գործիչներ, պահանջում են ձեր հրաժարականը ու ցանկանում են վերադառնալ իշխանության։ Սա խոսում է ոչ թե այդ պարազիտների հզորության ու ամենակարողության, այլ ձեր իշխանության թուլության ու անգործության մասին։ Այո, պարոն վարչապետ, անգամ եթե արդարտ խորհրդարանական ընտրությունների հանրային պահանջ չկա, ապա ընդամենը մեկ պատճառով,
որ հանրությունն այսօր չի տեսնում ձեզ փոխարինողին, իսկ գործող ընդդիմությանն էլ չի վստահում, թե ձեր տեղեկությունները ճիշտ չեն, լավ էլ կա հանրային պահանջ, բայց դա չի նշանակում, որ ձեր լեգիտիմությունը սասանված չէ, ձեր քաղաքական հեղինակությունը խաթարված չէ, դուք 44 օրվա պատերազմում տանուլ եք տվել, եւ եթե ձեր նախկինները վատն էին, իսկ ես պնդում եմ, որ այո շատ վատն էին, դա դեռ չի նշանակում, որ դուք չեք փոխվել, ձեր իշխանությունը եւ անձամբ դուք դարձել եք խոցելի, հետեւաբար անգամ եթե մեկ մարդ էլ չցանկանար արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դուք ինքներդ պետք է նախաձեռնեիք այդ ընտրությունները, համոզմունքով, որ այն առաջին հերթին բխում է մեր պետության շահերից եւ նպաստելու է քաղաքական ճգնաժամի վերացմանը, դուք անգամ չեք կարողանում լուծել պատերազմից հետո ձերիս կողմից հրապարակված ճանապարհային քարտեզով արձանագրված խնդիրները, մասնավորապես գերիների հետ կապված չափից դուրս զգայուն հարցը, լուծեք գերիների հարցը ու վերջ։ Հարգելի բարեկամներ, այս իրավիճակը հարկադրում է արձանագրել, որ հեղափոխության օրակարգն Հայաստանում ամբողջությամբ պարտություն է կրել, իսկ գործող իշխանությունը շեղվել է հեղափոխության արժեքներից։ Նիկոլ, Պարոն վարչապետ, այսպես երկիր չեն կառավարում, այսպես ոչ միտեղ չեն գնում։ Անկամ, եթե դու ունես 100%-անոց լեգիտիմություն, բայց քո գործունեության արդյունավետությունը 0 է կամ անբավարար, ապա ում է պետք այդպիսի լեգիտիմությունը։ Եթե քո աշխատանքը բավարար չէ հանրության պահանջմունքները լուծելու համար, պետության առջև դրված խնդիրները լուծելու համար, այդ լեգիտիմությունը արդյոք չի արժեզրկվում։ Այս դեղին քարտը Հարգելի բարեկամներ, զգուշացնելու միջոցը, ես զգուշացնում եմ, որ երկրում իրավիճակը լավ չէ, սա զգուշացում է մեր իրականության մասին, սա զգուշացում է գործող իշխանությանը եւ անձամբ Նիկոլ Փաշինյանին, որ անգամ Տաուշի մարզում են մարդիկ արդեն սկսել զգուշորեն խոսել, որ երկրում կառավարում չկա, որ իշխանության ու հասարակության կապը գնալով կտրվում է, սա դեղին քարտ է, իսկ քաղաքականության մեջ իշխանության հարցը լուծելիս կարմիր քարտ կարող է ցույց տալ միայն ժողովուրդը եւ նրա վստահությունը վայելող քաղաքական ուժը, երբ մենք մեր տքնաջան աշխատանքով ձեռ կբերենք ժողովրդի վստահությունը, որևէ մեկը թող չկասկածի, որ կարմիր քարտ ցույց չենք տալու, որևէ մեկը։ Հարգելի բարեկամներ, Արդար Հայաստանը պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների, երբ էլ որ լինի, խորապես համոզմամբ, որ Հայաստանում պետք է ձևավորվի որակապես տարբերվող, գործունակ եւ արդյունավետ իշխանություն, որն ունակ կլինի ապահովել Հայաստանի խաղաղ ու արժանապատիվ զարգացումը։ Մենք ընտրությունների նախօրեին անպայման կձևավորենք ստվերային կառավարության կազմ եւ կառաջադրենք վարչապետի թեկնածու։ Մենք աշխատելու ենք թափանցիկության, հրապարակայնության, հաշվետվողականության սկզբունքներով, իսկ դաշնակիցներ որոնելիս առանցքահամարելու ենք գաղափարական ներդաշնակությունը։ Մենք խորապես համոզված ենք, որ Հայաստանում ժողովրդի իշխանության ամրապնդման գործընթացը հնարավոր կլինի դարձնել որպես անշրջելի միայն այն ժամանակ, երբ գործող իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ լեգիտիմ եւ օրինական ընտրությունների միջոցով պարտություն կկրի եւ իրապես կշնորհավորի այդ ընտրությունների արդյունքում հաղթած քաղաքական ուժին, իշխանությունը փոխանցելով նրան։ Ընդ որում, արդար լինելու համար նշեմ, որ այս տեսակետը տարբեր շեշտադրումներով արտահայտել է նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Արդար Հայաստանը կձգտի դառնալ քաղաքական այս մշակույթի հիմնադիր կողմերից մեկը։ Հարգելի բարեկամներ, չարաշահելով ձեր համբերությունը եւ ներողություն խնդրելով զանդրույթի աստիճան հասցնելու ելույթիս համար, այնուամենայնիվ չպետք է մոռանալ, թե ինչու ենք մենք հավաքվել։ Ըստ այդմ, ինչու Արդար Հայաստան։ Մի պարզ պատճառով։ Հայաստանում տարիներ շարունակ գոյություն ունեցող արդարության ճգնաժամը հաղթահարված չէ։ Այն այժմ այլ դեմք ու դրսևորման ձև ունի։ Խոստովանեմ, որ եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվեր Հայաստանում վերականգնել օրինականությունն ու արդարությունը, այսօր այստեղ հավաքվելու անհրաժեշտություն մենք չէինք ունենա։ Իշխանապողությունը կամ հեղափոխությունը թեև լավ առիթ էր հաղթահարելու այդ ճգնաժամը, սակայն արդարության հաստատման գործընթացում մենք մնացինք նույն ճահճում։ Հետևաբար, քանի չենք ստեղծել արդար հասարակություն, քանի չենք ստեղծել արդար Հայաստան, երբեք չենք ունենա իրապես ժողովրդավարական, իրավական եւ սոցիալական պետություն։ Փորձեմ համառոտ ներկայացնել արդար Հայաստանի մեր պատկերացումներն ու ընկալումները։ Առաջին հերթին մենք պետք է ձգտենք լուծել տևական
պատերազմի եւ խաղաղության հարցը Հայաստանի եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած ամենակարևոր խնդիրն Արցախի հիմնահարցն է։ Մնացած բոլոր խնդիրները հնարավոր է լուծել մի քիչ լավ, մի քիչ վատ, մի քիչ ճիշտ, մի քիչ սխալ, սակայն Արցախի խնդիրը դուրս է այս համատեքստից։ Այն ամենից առաջ պատասխանատվություն է պատմության եւ սերունդների առաջ։ Արցախի հակամարտության կարգավորման ներկա հանգրվանը արձանագրված արդյունքը, ինչպես նաև տարածաշրջանում ձևավորված աշխարհաքաղաքական նոր իրողությունը, Թուրքիայի ներթափանցումը տարածաշրջան, ստիպում է Հայաստանին արմատապես վերանայել պաշտպանության ռազմավարությունը։ Արցախի հակամարտության կարգավորումը եւ տարածաշրջանում իրապես տևական խաղաղության հաստատումը հնարավոր կլինի միայն ու միայն Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ Արցախի օկուպացված տարածքների վերադարձի դեպքում։ Մեր պատմության տարբեր փուլերում, հարգելի բարեկամներ, մեր ժողովրդին մշտապես կանգնեցրել են դիլեմայի առաջ. Տիզբոն թե Հռոմ, Արևմուտք թե Արևելք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ թե Ռուսաստան, մեզանից միշտ պահանջել են արտաքին քաղաքական կողմնորոշում, շատ դեպքերում ի հաշիվ մեր պետական ու ազգային շահերի, մեզանից միշտ տարել են, մեզանից միշտ պահանջել են, թողնելով փշուրներ կամ ոչինչ։ Մենք որևէ մեկին հլու հնազանդ ծառայելու խնդիր չունենք, մենք ունենք մեր շահերը համադրելու, Հայաստանը գլոբալ շահերի համադրման առանց դարձնելու խնդիր։ Արտաքին քաղաքական կողմնորոշման հարցում մենք պետք է դեմ լինենք որևէ մետությանը։ Մենք արևմտամետ ու ռուսամետ չենք, իսկ ամենակարևորը մենք հակա-արևմտամետ ու հակա-ռուս չենք եւ չպետք է լինենք։ Արդար Հայաստանը հստակ հայտարարում է, որ ոչ ռուսամետ է, ոչ ամերիկամետ, ոչ էլ եվրոպամետ։ Միաժամանակ մենք ոչ հակա-ռուս ենք, ոչ հակա-ամերիկամետ եւ ոչ էլ հակա-եվրոպամետ։ Ինքս աշխարհի հետ խոսելու, նրա հետ հարաբերվելու մի բանաձև գիտեմ, դա Հայաստանի պետական ու ազգային շահերով առաջնորդվելու լեզուն է։ Ճիշտ հակառակը գտնում ենք, որ անհրաժեշտ է վերբեռնել հայ-ռուսական հարաբերությունները, այդ թվում ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական, տարածաշրջանային անվտանգության համակարգի կատարելագործման, ինչպես նաև տնտեսական եւ միջազգային գործընկերության ոլորտներում։ Միաժամանակ իրական ջանքեր պետք է ներդնել Եվրոպական միության համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կյանքի կոչելու համար, գիտակցմամբ, որ այն լրջագույն ուղերձ է ուղված միջազգային հանրությանը, որ Հայաստան իրեն համարում է եվրոպական ընտանիքի լիարժեք անդամ եւ առաջնորդվելու է խաղի այն կանոններով, որոնցով այսօր ապրում է զարգացած աշխարհը։ Բացի այդ, պետք է պահպանել ու խորացնել ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, արաբական երկրների, Վրաստանի, Հունաստանի, Կիպրոսի, ինչու՞ չէ նաեւ Իսրայելի հետ բազմաշերտ հարաբերություններ։ Հարգելի բարեկամներ, տարածաշրջանում զարգացող աշխարհաքաղաքական գործընթացները հարկադրում են մշակել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ փոխադարձ հարաբերությունների ձևավորման որակապես նոր ռազմավարություն, հաշվի առնելով այդ պետությունների հետ ունեցած հարաբերությունների կամ դրանց բացակայության բնույթը, ստապ գիտակցելով եւ առավել իրատեսական գնահատելով նրանց քաղաքականության էությունն ու ուղղվածությունը։ Այո, որքան էլ որ դժվար է, բայց պետք է փորձել ուղիղ երկխոսել թե Թուրքիայի, թե Ադրբեջանի հետ։ Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանից, հայ ժողովրդից ու Հայաստանի որևէ իշխանությունից լավ որևէ մեկը չի կարող ավելի լավ ներկայացնել ու սպասարկել մեր ժողովրդի ու պետության շահերը։ Հետևաբար մեր խնդիրները մեզանից լավ ոչ ոք չի լուծելու։ Հարգելի բարեկամներ, արտագաղթի եւ ժողովրդագրության, ուրբանիզացիայի եւ մեր գյուղի իրական կյանքը փոխելու համար ինստիտուցիոնալ համակարգերի շոշափելի շրջադարձ է պետք։ Մենք սպառող հասարակությունից պետք է դառնանք ստեղծող ու արտադրող հասարակություն, սկսած գիտական գիտելիքից, վերջացած սեփական պետությունը պաշտպանելուն ուղղված տարբեր ռազմական համալիրների ստեղծմամբ, ինչու՞ չէ նաև դրանց իրացմամբ այլ շուկաներ։ Ըստ էության, արդար Հայաստանի առանցքը հայ մարդն է, իր հոգսերով, իր խնդիրներով, իր նպատակներով ու երազանքներով։ Ամեն ինչ պետք է ուղղված լինի մարդու բարեկեցությունն ապահովելուն ու նրա խնդիրները լուծելուն։ Մենք Հայաստանը տեսնում ենք ամբողջությամբ կոռուպցիայի զերծ, կրթված հասարակություն ունեցող, կայացած, մրցունակ կրթական ու առողջապահական համակարգերով բարձր տեխնոլոգիաներով հագեցած, որակապես նոր գյուղով հարուստ ու զարգացած պետություն։ Մենք պարտավոր ենք առաջիկա տարիներն օգտագործել տնտեսական վատթար վիճակը կայունացնելու, որակապես նոր զինված ուժեր ձևավորելու, Հայաստանի անվտանգային միջավայրն առավել կենսունակ դարձնելու,
Մեր երկրի դեմոգրաֆիական իրավիճակը բարելավելու, բոլորի համար հավասար ու նպաստավոր պայմաններ ձևավորելու, իրապես արդար ու անաչառ դատական համակարգ կայացնելու, օրինականություն ամբողջությամբ վերականգնելու համար մեր երկրում բարիք ստեղծող, արժեք ստեղծող մարդիկ, ազնիվ գործարարները որևէ խնդիր չպետք է ունենան եւ չեն ունենալու։ Դրանց համար պետք է ստեղծել հնարավոր բոլոր պայմանները ստեղծելու, արտադրելու, արտահանելու եւ կառուցելու համար։ Պետք է ամենալավ պայմանները ստեղծել տաղանդավոր ու հաջողակ մարդկանց համար, ովքեր իրենց հետևից կտանեն հազարներին։ Հայաստանը պետք է դարձնել հաջողակ մարդկանց ու հաջողության հասնելու երկիր։ Պետությունը պետք է դառնա հաջողակ մարդկանց ապավենը եւ հենվի այդ մարդկանց վրա, իսկ առիթի ու հնարավորության դեպքում ավելի մեծ շանս տա գործունեություն ծավալելու համար։ Հարգելի բարեկամներ, հավատացեք, աշխարհի որևէ երկիր հաջողության է հասել հաջողակ մարդկանց համառության, աշխատասիրության, նախանձախնդրության ու նպատակասլուցության շնորհիվ։ Այդ մարդկանց վրա է երկիր պահելու բեռը։ Իմ խորին համոզմամբ, երկիրը կարող է զարգանալ միայն տքնաջան աշխատանքով, ժողովրդի բարեկեցությունը կարող է բազմապատկել միայն բարիք ստեղծելով ու արարելով, ժողովրդի թիվը կարող է դառնալ 10 միլիոն, անգամ 110 միլիոն, եթե հայրենիքում ապրելը դառնա արժանապատիվ ու անվտանգ։ Վերջապես, երկիրը կարող է դառնալ գերզարգացած, եթե ունենա հզոր արդյունաբերություն։ Առանց արդյունաբերության մեր երկիրն ապագա չունի։ Եկեք մտածենք իսկապես հզոր արդյունաբերություն ստեղծելու մասին եւ շարժվենք առաջ կոնկրետ քայլերով։ Հարգելի բարեկամներ, Հայաստանում պետք է մտածել մեգա նախագծերի ու հավակնոտ ծրագրերի իրագործման մասին։ Մենք ցանցային ազգ ենք եւ պետք է սկսենք ցանցային պետության կառուցման գործընթացը։ Աշխարհի բոլոր հայերը անկախ բնակվելու վայրից, իրենց զբաղեցած դիրքից ու կարողություններից պետք է ունենան ամենահեշտ հնարավորությունը Հայաստանի քաղաքացի դառնալու եւ Հայաստանի Հանրապետությունում ամենանպաստավոր ու արտոնյալ պայմաններով գործարարությամբ զբաղվելու, բարիք ստեղծելու հնարավորություն։ Հայաստանի բոլոր քաղաքացիները անկախ իրենց գտնվելու վայրից պետք է ունենան ընտրելու եւ ընտրվելու հնարավորություն պայմանով, որ ընտրվելու դեպքում պարտավոր են ընտանիքի անդամների հետ վերադառնալու բնակություն հաստատել հայրենիքում։ Մենք պետք է դուրս գանք ազգ ցեղասպանվածի բարդույթից եւ աշխարհի հետ հարաբերվելու հաղորդակցության ու շփման նոր միջավայր ձևավորենք։ Մենք Հայաստանը տեսնում ու պատկերացնում ենք որպես հաբ երկիր։ Այս մոդելի մասին խոսել են հայտի տնտեսագետներ, ինչպես նաև հայտի գործարար Ռուբեն Վարդանյանը։ Այս մոդելը ենթադրում է իմի բերել հայկական բոլոր ռեսուրսները, ներսում ու դրսում, օգտագործել տարբեր երկրներում գործող պրոֆեսիոնալների ունակություններն ու ստեղծել համագործակցության ինտենսիվ ցանց։ Հայաստանը հնարավոր է զրոյական կետից բարձրացնել վերև միայն մեր ժողովրդի մտածողությունը որակապես փոփոխելու միջոցով, ինչը հնարավոր է որակյալ կրթություն ստանալու արդյունքում։ Հայաստանի բոլոր քաղաքացիներն աստիճանաբար պետք է տիրապետեն մի քանի լեզվի։ Այս առումով խորապես համոզված եմ, մենք պետք է ընդգծված առավելություն ունենանք մեր բոլոր հարևաններից։ Հարգելի բարեկամներ, թեև մենք նոր ենք ստեղծվում եւ գտնվում ենք ձևավորման գործընթացում, սակայն լինելու ենք վճռական ու հետեւողական մեր նպատակների իրագործման մեջ։ Մեր առաքելությունն է ստեղծել դինամիկ զարգացող պետություն, բարելավել կառավարման արդյունավետությունը, ձևավորել ինտելեկտուալ ու պրոֆեսիոնալ վերնախավ, հանրային ծառայողների դաս, բացառել հովանավորչությունն ու ամենաթողությունը, դառնալ արևմուտքի արևելքն ու արևելքի արևմուտքը, վերածվել հաղորդակցության խաչուղու, օգտվելով ԵԱՏՄ եւ Եվրոպական միության համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրած պետություն լինելու հնարավորությունից։ Մեր նպատակն է վերականգնել կիսանախագահական կառավարման համակարգը, վարել արժանապատի եւ փոխադարձ հարգանքի հիման վրա հիմնված արտաքին քաղաքականություն, վերանայել տարածքային կառավարման գործող կառուցվածքը, ստեղծել մարդունակ ու պրոֆեսիոնալ բանակ, ինչպես նաև շահավետ ռազմաարդյունաբերական համալիր, վերացնել քաղաքական կոռուպցիան, խթանել հակակոռուպցիոն հասարակության ձևավորմանը, օրենքով պատժել բոլոր իրավախախտներին, կայացնել իրապես ու անկախ դատական համակարգ, ստեղծել որակապես նոր ոստիկանություն, նպաստել ազգային արժեքներ ու բարիք ստեղծող կրթական համակարգի ձևավորմանը,
ձգտել ձևավորել միջին խավ, վերականգնել Երևան քաղաքի կանաչ տարածքները, ստեղծել կանաչ երկիր ու մաքուր շրջակա միջավայր, մեկնարկել մեր քաղաքները քաղաք այգիներ վերածելու գործընթացը, փոխել գյուղի կյանքը, կենցաղն ու առօրյան, առաջնորդվելով հարուստ գյուղ, հարուստ գյուղացի կարգախոսով, աջակցել բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերության ու գյուղատնտեսության զարգացմանը, վարել ներքին շուկայի, հայրենական արտադրողի պաշտպանությանն ու խթանմանը միտված քաղաքականություն, փոխել զբոսաշրջության կազմակերպման փիլիսոփայությունը, աջակցել երիտասարդ ընտանիքներին, արմատավորել մեկ ընտանիք 4 երեխա գաղափարը։ Այս ամենի արդյունքում, որպես ապագայի պատկեր մենք տեսնում ենք ուժեղ Հայաստան, անվտանգ ու ազդեցիկ պետություն, որակապես նոր եւ արդյունավետ քաղաքական համակարգ, ազգային ու համամարտկային արժեքների վրա հիմնված հայկական ընտանիք, ազգային ինքնագիտակցությամբ, հայրենիքին նվիրված, պետականամետ, բարոյական ու բարձր մարդկային արժեհամակարգով քաղաքացի։ Սա է մեր պատկերացած արդար Հայաստանը, որը սեփական ձեռքերով ու ազնիվ աշխատանքով իր ճակատագիրը կերտող մարդկանց հայրենիք է։ Հարգելի բարեկամներ, ելույթի սկզբում խոստացա խոսել մեր առանձնահատկության մասին, թե ինչով ենք տարբերվելու այն քաղաքական ուժերից։ Խնդրում եմ համարեք սա նաև որպես հանրային երթում։ Արդար Հայաստանը ձգտելու է իշխանության գալ միայն օրինական ընտրությունների միջոցով, իրավունքի եւ օրենքի գերակայության սկզբունքների հիման վրա։ Իշխանությունը չենք օգտագործելու բարեկամների, հարազատների եւ ընկերների բարեկեցությունն ապահովելու համար։ Չենք խուսափելու քաղաքական պատասխանատվությունից, պոպուլիզմին տուրք չենք տալու, բեր չենք դառնալու հաջող սերունդների համար, չենք կեղծելու որևէ ընտրություն եւ պատժելու ենք բոլոր նրանց, ովքեր կփորձեն բռնանալ ժողովրդի կամքի վրա։ Կաշառ չենք վերցնելու եւ որևէ մեկին չենք կաշառելու, չենք գողանալու, որևէ իրավախախտ անպատիժ չի մնալու եւ որևէ անմեղ մարդ չի պատժվելու։ Գործելու ենք արդարամտությամբ ու մարդասիրությամբ, պատասխանատվության զգացումով ու կատարողական խիստ կարգապահությամբ։ Չենք զբաղվելու խարդավանքներով ու բանսարկություններով, այլոց ստեղծած բարիքները խլելով ու մարդկանց ունեզրկելով։ Չենք ստելու, սին խոստումներ չենք տալու, պետության եւ հասարակության ունեցվածքը չենք յուրացնելու ու վատնելու։ Չենք տառապելու հավերժության ու անփոխարինելիության մոլուցքով, պարտության դեպքում արժանապատվորեն հեռանալու ենք։ Ժողովրդին չենք պառակտելու, նախկիների սխալներից դասեր ենք քաղելու, իսկ նախկինում ձեռք բերված որևէ նվաճում չենք ստվերելու։ Թե իշխանության մեջ, թե իշխանությունից դուրս մարդ ենք մնալու։ Եվ վերջում, հարգելի բարեկամներ, մեծ քաղաքականությամբ զբաղվելու մասին որոշում կայացնելու ժամանակ ծնողներս ինձ պատգամել են անկախ ամեն ինչից ժողովրդի հետ լինել ազնիվ։ Ես խոստանում եմ սրբորեն պահպանել ծնողներիս պատգամը եւ վստահ կարող եք լինել, որ մենք կարող ենք սխալվել եւ անթերի չլինել, բայց արդար Հայաստանը հայ ժողովրդի հետ միշտ ազնիվ է լինելու։ Այս համագումարից գնացեք տուն եւ եթե յուրաքանչյուրը փորձեք թեկուզ 5 հոգու, թեկուզ 10 հոգու դուրս բերել արդար Հայաստանի ուղեցիր, մենք կարճ ժամանակում կդառնանք 1000, հետո 100,000, հետո 1 միլիոն, հետո 10 միլիոն ու բոլորս միասին կկառուցենք ուժեղ ու արդար Հայաստան։ Շնորհակալություն ուշադրության համար։